Արարատ քաղաքում գործող միասին հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը իր գործունեությունն իրականացնում է 2013 թվականի հուլիսի 19-ից։ Կազմակերպությունում գրանցված են 240 հաշմանդամություն ունեցող անձինք։ Հիմնադրման օրվանից կազմակերպությունը զբաղվում է մարզում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ և նրանց խնդիրների լուծմամբ։ Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը հեշտացնելու համար կազմակերպությունը ձեռք է բերել սալյակներ, քայլակներ ու հենակներ, որոնք էլ նա բաժանեց հատուկ կարիք ունեցողներին։ Ձեռք ենք բերել սատար հաշմանդամների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության համատեղ ջանքերի շնորհիվ կազմակերպությունը սատար հասարակական կազմակերպությունը գործում է Երևանում եւ արդեն մի քանի տարի է բարբերաբար բաժանում է սալյակներ, քայլակներ եւ հենակներ խնդիր ունեցող մարդկանց, հաշմանդամություն ունեցող անձանց եւ մեր համագործակցության արդյունքում հնարավորություն ընձեռվեց նաեւ Արարատում, Արարատ համայնքում, Արարատ քաղաքում ունենալ նաեւ բաժանել նմանատիպ կարիք ունեցող անձանց բաժանել նաեւ ստացված պարագաները սալյակներ, քայլակներ, հենակներ։ Մեր կազմակերպությունը հիմնականում զբաղվում է ազատամարտի հաշմանդամություն ունեցողների եւ զոհվածների ընտանիքներին իրավական եւ հումանիտար բեռների պաշտպան աշխատանքներով, որը են կրում արտերկրից։ Մեր առաջ խնդիր ենք դրել նաեւ հաշմանդամություն ունեցողների հաշմանդամային պարագաների ճիշտ տրամադրման հարցերի կարգավորմամբ։ Գոհար Ավետիսյանն այս մասին տեղեկացել է հարևանուհուց, ով աշխատում է կազմակերպությունում։ Նա էլ ուղղորդել է կնոջը դիմել կազմակերպություն սալյակ ձեռք բերելու համար։ Կազմակերպությունից շնորհակալ եմ սալյակից, որ այս 2 տարի մենք դիմում ենք, վերջապես այս կազմակերպությունը գլուխ անեց։ Շատ շնորհակալ եմ։ Գոհարի որդին 11 տարեկան Էդվարդը երազում է ոտքի կանգնել ու ճանապարհորդել։ Ստացված նվերի համար էլ անչափ ուրախ է։ Մեկի ճուղական, մեկի կեղույը, որևէ մեկ է մայք խայակին կեղույը ականում է մի չամա, որևէ հերջանի բուներ, հերջանի վնգի օգտակա է։ Արդեն 1 տարի է ինչ Գևորգը կորցրել է քայլելու ունակությունը, որդիներն են օգնել տեղաշարժվել, ունի առաջին կարգի հաշմանդամություն։ Սալյակ ունենալը ուղղակի անհրաժեշտություն էր։ Ես շատ շնորհակալ եմ կազմակերպության, ամիշ ցես բարերարել լինեն, մարդկանց օգնեն։ Ես շատ շնորհակալ եմ կազմակերպությանը, որպեսզի որ մեր պետությունը արդեն 2-րդ տարին է ինքը կարգ ունի, առաջի կարգի հաշմանդամն է, իրան այսօր եկուց ենք գցում, չգիտեմ ինչ առումներով, ուղարկում են այնտեղ սայլակի համար, իսկ ես եկա այս կազմակերպությունը ինձ օգնեցին սայլակ ստացանք այսօր, ես շատ շնորհակալ եմ։ Միասին հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը այս ամենով չի սահմանափակվում։ Նրանք դեռ շատ անելիքներ ունեն, որոնց մասին կազմակերպության ղեկավարը որոշեց լռել, սակայն ավելացրեց, որ երեխաները պետք է սովորեն միասին, քանի որ յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է, բայց նրանք բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն հասարակության մեջ։ Լուսինե Փիլոյան, Գեղամ Նահապետյան, լուրեր։